այստեղ կատարվում քաղաքացիներին ուղղակի եկել են հանգիստ իրենց համար կանգնել են ոստիկանները բերման են ենթարկվում առանց բացատրության։ Այստեղ դասական ապօրինությունն է տեղի ունենում, հենց նոր ականատես ենք լինում, քանի որ սակավաթիվ ենք քաղաքացիներով։ Ինչպես միշտ երևի թե գերագնահատվել ենք, մեր գործողություններով ու մեծաքանակության թվով, ինչպես տեսնում եք, արդեն երևի թե պատկերը ցույց եք տվել, մոտ 2-3 տասնյակ քաղաքացի ենք այս պահի դրությամբ եւ հարյուրավոր ոստիկանական ուժեր ու ոստիկանները առանց կրկին, ունենք մենք այս երկրում ոստիկանության մասին օրենք, ոստիկանության ուժերի, ոստիկանական ծառայության մասին, զինված ուժերի մասին մի շարք օրենքներ, ու եթե իրավական պետությունում մեզ պատկերացնենք, այս մարդիկ, զինծառայողները, ոստիկանական ծառայողները պարտականություններ ունեն։ Պետք է մարդու երբ բերման են ենթարկում, մարդուն ինչ որ օրենք իրավախախտում իրան թույլ տա, մարդուն ժամանակ տրամադրեն, տեղեկացնեն, որ իր գործողությունը իրավախախտում է, այդ ժամանակը իրավախախտումը չդադարեցնելու ենթադրյալ ժամանակը չպահպանելու հետ անցնելու պարագայում նոր բերման ենթարկեն։ Հենց նոր մեր աչքի առաջ արդեն երևի 4-5-րդ քաղաքացուն, ուղղակի կանգնած քաղաքացուն առանց որևէ նախազգուշացման բերման ենթարկեցին ու բիրտ ուժ կիրառելով։ Երևանն ասում էր, որ այս շենքում ապրում են ուղղակի կանգնած։ Այստեղ ինչպես հասկացա, համայնք ավականու անդամի ընդդիմադիր բերման ենթարկեցին։ Նոր իմ աչքի առաջ մայրը խնդրում էր թողնեին մոտենա մերձակայքում մանկապարտեզ կա իր անչափահաս երեխաներին տուն տանի, թույլ չտվեցին։ Մարդիկ կային ուղղակի բնակիչներ են, անգամ այստեղ որպես աջակցություն ու զորակցություն չեն եկել։ Մարդկանց ծայրաստիճան ագրեսիվ հրահանգավորված ծառայություն են իրականացնում ու անհասկանալի կերպով երևի թե առաջի ակցիան չէ, որ քննչական կոմիտեի։ Ես ներքևից գալիս եմ ուժ են ցույց տալի ակնհայտ կերպով, փորձում են իմ կարծիքով ի սկզբանե ուժի ցուցադրությունը իրենց վախերի եւ թուլության ուղակի վառ ապացույց է։ Այստեղ կրկին ընդգծում եմ, ինչպես միշտ կարող եմ մի քիչ մեր հանդեպ կամահրանքով ասենք, մեզ գերագնահատում են, ինչպես տեսնում եք, ցավոք սրտի դժբախտաբար այդքան է շատ չենք, բայց ես լիահույս եմ, որ մեր քաղաքացիները կմիանան կաջակցեն այս պայքարին, որովհետեւ այստեղ ենք այս պահին գտնվում ի զորակցություն Հայ առաքելական եկեղեցու եւ ի աջակցություն Միքայել Աջապանյանի, եթե դուք տեսել եք լրահոսից տարածում եմ, որ առավոտյան ազգային անվտանգության ծառայության ուժերը ներխուժելով նրա կեցավայր խայտառակ կերպով, ավիրել են ողջ կեցավայրը, անգամ սուրբ մասոնքները, նղշարները տրորել, գետնին տվել եւ այլն, ինչ եք ուզում ցույց տաք, որ սրբապիղծ եք, ինչ կարմիր նոր կետեր եք տրորում ու հատում, ինչ կարմիր լույսերի ներքո եք անցնում, ընդգծենք, սա մեր Հայաստանի Հանրապետության պատմության առաջի դրվագն է, որ իրավապահ մարմինները խուժում են եկեղեցու տարածք եւ նաեւ ընդգծենք, որ իրենք սա ապօրինաբար են անում։ Ինչ իրավական հետևանքներ այս ամենը պետք է ունենա։ Նախ ընդգծենք, որ ի սկզբանե սա հակաիրավական է, արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իշխող ուժը իրավապահ մարմիններին հակաիրավական հրահանգավորումներ են տալիս, որովհետեւ մեր երկրում սահմանադրությունը ամրագրում է օրինականության սկզբունքը, իսկ օրինականության սկզբունքը ասում է, որ վարչապետը եւ մնացած պաշտոնյաները այս երկրում միայն իրավասու են կատարել այն, ինչ իրենց լիազորում է օրենքն ու սահմանադրությունը, իսկ համանուն եկեղեցուն նվիրված դրույթ ունենք մեր սահմանադրությամբ, որը տալիս է մեր հայ առաքելյաց եկեղեցուն բացառիկ կարգավիճակ ու ունենք նույնանուն օրենք եկեղեցու պետության հարաբերությունները կարգավորող, այդ օրենքում սահմանված է, որ պետությունը իրավունք չունի միջամտելու ներ եկեղեցական հարաբերություններին։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը մեկնարկել է Facebook-յան տիրույթում, արդեն 10 օրից ավել է, դա եկեղեցու ներքին գործերին միջամտել է, դա եկեղեցական պետք է յուրաքանչյուր քաղաքացի ու հայ գիտակցի, որ սա վեհափառի թիրախավորում չի, սա սրբազանի թիրախավորում չի, սա ինստիտուտի հայ առաքելյաց եկեղեցու հետապնդում ու թիրախավորում է, ինչի իրավունքը Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ չունի։ Տիկին Մելոյան, դուք կարդում եք Նիկոլ Փաշինյանի օրինակ 1 ժամ 30 րոպե առաջ այդ գրառումների շարքը Facebook-յան իր
Ես անկեղծ ասած չեմ հետևել, որովհետև էջմիածնում է եւ էջմիածնից դեպի այստեղ ճանապարհին եմ եղել։ Նկատի ունեմ այդ գրառումների հետ։ Իսկ ինչ բովանդակությամբ են։ Օրինակ, չպետք է գնան, ես հիմա կարող եմ ուղիղ մեջ բերել Նիկոլ Փաշինյանի վերջի գրառումը։ Տեսեք, օրինակ վերջին մեկ ժամ առաջ է արել գրառումը, նշում է, որ եւս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց Սրբազանը ճակերտների մեջ է գրել հնազանդություն իշխանություններին, այսինքն օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին։ Ինչ է անում։ Կներեք, սենց ասեմ, հա, եթե անգամ Սրբազանը ինչ որ պատվիրան խախտում է, դրա քննադատը, դատավորը ու գնահատական տվողը Հայաստանի Հանրապետության վարչապետը չէ։ Այս ամբողջ մեր ուղերձը պետք է այստեղ լինի։ Ինքը որպես վարչապետ այս անձը, դու քաղաքացի Նիկոլ Փաշինյան չես ու եթե լիներ քաղաքացի կարող էր ընդհանրապես կարծիք հայտնել Սրբազանի գործողությունների վերաբերյալ։ Դու վարչապետ ես ու կխախտի կուսակրոնությունը, կխախտի պատվիրանը, դա բացառապես ներեկեղեցական խնդիր է, դա ներպետական խնդիր չէ։ Եվ երբ դու այս հարցերի համատեքստում ուղղորդում ես իրավապահ մարմիններին, դու իրավապահ մարմիններին դրդում ես ապօրինի գործողությունների, իսկ իրավապահ մարմինները ըստ իմ կողմից վկայակոչած մի շարք օրենքների եւ մեր օրենսդրության իրավունք չունեն հակաիրավական հրահանգ կատարելու։ Այսինքն, եթե վերադասը տալիս է հակաիրավական հրահանգ, իրենք պարտավոր են իրենց նրա վերադասին զեկուցելու դրա մասին եւ ձեռնպահ մնալու այդ հրահանգը կարգադրությունը կատարելուց։ Այս մարդիկ եւս ստիպում են այս ոստիկաններին ծառայության աշխատակիցներին ապօրինի գործողություններ կատարել, որոնց համար հետագայում երբ մեր երկրում վերականգնվի ժողովրդավար կարգավիճակը մեր պետության եւ մեր երկրում վերականգնվեն իրավական պետության հենասյուրերը, բնականաբար այս մարդիկ իրենց ապօրինի գործողությունների համար պատասխանատվության են ենթարկվելու։ Տիկին Մելոյան, դուք նշեցիք քանի հոգու եք տեսել Բերմանի։ Ես ինքս ֆիքսեցի այստեղ երկու քաղաքացու եւ մինչ այդ էլ եթերով եւս երկուսի ու ոնց հասկացաք մեկն էլ ավականու անդամ էր, ըստ էության ուղղակի որ քիչ առաջ րոպեներ առաջ տղամարդու որ ձեռքու ոտք գալած տարան, ասեցին ավականու ընդդիմադիր անդամ է, ես չհասցրեցի ֆիքսել դեմքը։ Իսկ մյուսը կապումներ օրինակ աջակից էր թե անսորտ։ Մյուս քաղաքացին իմ աչքի առաջ էր, մարդը ընդհանրապես շիշը ձեռքը ոչ անգամ չհասցրեցին հաղորդակցվել, հա, ասում եմ, ոստիկանությունը ունի պարտավորությունների շրջանակ, ոստիկանությունը պարտավոր էր մարդուն ասել իր իրավախախտումը ժամանակ տրամադրել եւ այլն, առանց որևէ պրոցեդուրալ ընթացակարգային կանոնակարգի պահպանման մարդուն անմիջապես ագրեսիվ կերպով Բերմանի ենթարկեցին։